Միջնորդությունը ներկայացվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության պետի կողմից 03-07-2026 թվականի համապատասխան 34 կոտորակինը գիծ 26 գրությամբ, որով ներկայացվել են երկու միջնորդություններ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին մասնակցած ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Նարեկ Կարենի Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ վերջինիս ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն ստանալու մասին։ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը գրանցվել է 2026 թվականի մայիսի 3-ին կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվ 69A որոշմամբ եւ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին հերթական համարի պատգամավորի թեկնածու է գրանցվել Նարեկ Կարենի Կարապետյանը։ Այս որոշման մեջ եւս բերված են ընտրական օրենսգրքի 90-91-րդ հոդվածի կարգավորումները, դիրքորոշումը պատգամավորի թեկնածուի կարգավիճակի մասին եւ առաջարկում է որոշման նախագիծ հետեւյալ բովանդակությամբ հիմք ընդունելով ընտրական օրենսգրքի 91 հոդվածի առաջին մասը կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցած ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Նարեկ Կարենի Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ վերջինիս ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները գիծ փաստաթղթերով վերադարձնել։